Ուրիշ խնդիրը արոտն է։ Արոտ չունեք։ Այս ներքևը արոտայել է բունկերնի են սարքա, տավողջունելի է։ Մնացել է վերևում մի սարկոչվող տարածք, արոտ։ Որտեղ մոտորապես մի 800 գլուխ անասուն է պահվում։ Այդ ալպանը սարկոչվող տարածքի կարևոր մասը աղբյուրներ են։ Էդ էլ նիստ են կայացրա վաճառքի տիրը։ Հիմա այդ աղբյուրները վտակի տակ են։ Մեր հարցը ենա, որ այդ հարցը լուծվի։ Գյուղացիները կարան անասուն պահեն, ջուրոնի ապրանքը ջուր խմի, ուրիշ ոչում բեն։ Այսինքն անասունները կան, բայց արոտավայր չկա։ Արոտավայրը քիչ է, էլի բունկերնի են շինակ չացել է, էլի։ Կեսը թուրքն է մոտիկացել, կեսը այստեղ թուրքերն են, ներքևնալ դե այդ ամնում հույսերնից, բայց ջրի այդ տարածքը քարհանք են սարքա։ Հա։ Քարանք են սարքել, բայց քարանքն էլ մտնում է մեր կարևոր անասունների ջրի մասնալի է, որ ջրերը տրամեջ են իր տարածքի մեջ է մտնում։ Այսինքն թուրքերը պատերազմից հետո, երբ որ առաջ խաղացում են ունեցել, դիրքերը ավելի բարելավել են, եկել են առաջ արոտավայրերի հաշվին, ճիշտ եմ հասկանում, այսինքն վերջին շրջանի մասին է խոսքը, թե դա վաղուց բան է։ Չէ, առաջ որ թուրքերը չեն իլա, թուրքերի տարածքում այդ պահում է։ Մեծ այլ արոտները, որ եկալ են այդ սահմանը, արդեն մեր գյուղի այս ներքևի հատվածը էլի արոտներ այլ է։ Խազալ կապ կոչվող տարածքներ։ Հիմա երկու բունկեր են շինը, որը ողջունելի է, քանի որ սահմանամերձ գոտի աստե։ Հա, մեր համար այլ անվտանգությունը ապահովելու համար։ Մեր հույսը հավատը մնացել է այդ սար կոչվող, խաշմերուկից վերև սար կոչվող տարածք։ Դե այդ ժողովուրդը մի 800 գլուխ ապրանք են պահում լա։ Հիմա էսա մի տարի է, 2 տարի է, վերջ։ Այդ քարհանքը շահագործման է ենթարկա, աշխատացնում են, գիշեր-ցերեկ, հա, ջրը կարևորը այդ բնական ջուրը, դուսկություն տա 4 հատ աղբյուր։ Երկուսը ինչ որ կտրվալ է, երկուսը մնում է։ Դե եթե բանը պերֆորատոր աշխատի, տրակտոր աշխատի, կարող է այդ ջուրն էլ կորի։ Պրոստը մեր խնդրանքը նա որ ապահովեն, ասեք, այդ ջուրը չկորի, հա, անասունները չմնան առաջ ջուր։ Եթե սարում, հա, մեր ստե անասնապահությունն է։ Անասնապահությունն է, հա։ Անասնապահությունն է համարյա ստե ուրիշ գործ չկա։ Մեկ էլ վայրենի միլիցիա է դա։ Աշխատատեղեր չկան։ Չէ, դե ինչ աշխատատեղ։ Հողագործություն, մեծամասնությունը է։ Մեկը մի բան անում էլի, մերել է այդ անասունը։ Մեծամասնությունը անասնապահությունն է, մեկ էլ հողագործությունն է դա։ Դե թե ջրերն ասեք կորեց, սարում որ ջուր չունի, անասուն ոսպայից։ Հա, Всё это։ Իսկ կան ձեր աչքի տակ դիմել եք կառավարությանը։ Հələ պատասխան չունեք։ Ոչ մի արձագանք։ Չէ, հələ չունեք։ Նոր եք դիմալ։ Նոր եք դիմալ, հեսա մի շաբաթ է որ դիմալ եք։ Սպասում եք պատասխանի։ Դիմել եք ասելով, որ մեզ արոտավայրապետ, թե կոնկրետ դուք տարածք եք նշել, որ խնդրում ենք այդտեղի որ քարանք են շինա, ջուրը չպակասի, էլի ջուրը չկտրվի, մեր մեր տարածքը պայեք։ Մեր տարածքը պայեք։ Խոտ գյուղի սարը պայեք, էլի։ Իսկ ասացիք թուրքերի առաջ խաղացման մասին, անվտանգ ձեզ զգում եք, այս ձեր մոտ։ Ես ոչ վախում եմ ոչ են։ Ես չեմ վախում։ Մասնակից եմ պատերազմի, ոչ էլ վախում եմ։ Իսկ խաղաղություն կա։ Միջև աշկավը տեսնաս ոչ չի գիտես։ Հավատում չեք հավատում Ալիևի խոստումներին։ Я տշնամու խոստումին հոգ ավատա։ Դե հավատացողներ կան քաղաքում։ Գալիև թուրք, Ալիև Թուրքին կյանքում թուրքին չպիտի վստահես։ Հայը թուրքին չպիտի վստահես։ Ինքն է թուրքին որ տշնամի տա։ Իրական անվտանգության համար մեզ ինչ է պետք զինվել, հա, բանակը բարելավել։ Ամեն դեպքում պիտի բանակը հզոր լինի։ Խապահության համար բանակը հզորը լինի։ Խաղաղությունը ու չոզում թոլերին էլ ուզում որ խաղաղությունի երեխա չկորցնեք, զինվոր չկորցնեք, բայց ամեն դեպքում քո անվտանգության հետ քո բանակը պիտի շատ հզոր լինի, որ դու քեզ անվտանգ զգաս։ Ասեք Աստվածերու տարած խաղաղություն են հաստատա, բայց Սյունիքի մարզի հետի յուրակ Վիզենտինի որ գրավ են, Միջանցքին հետի։ Մի անգամից պատերազմ ասկսա, որ քեզ զենք չունես, ոնց պայիս։ Թրամփի խոստումներին չեք հավատում։ Այդ ստորագրը։ Ես Թրամփալ չեմ ճանաչում այդ։ Ես իսկ մեր Հայաստանի վրա չեմ ուստա։
Ամեն դեպքում բանակը պիտի հզորին։ Ուրիշ ոչ շումպեն։ Զինվածին ես վեշնի ապահույնիս։